Yolchian Production-ը ներկայացնում է Yolchian Production։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի հետևորդներ եւ կրթության մշակներ։ Տեղեկացնեմ, որ այս պահին կրկին անգամ գտնվում ենք Վանաձորի Թիտասուտ միջնակարգ դպրոցում եւ աշխարհագրության լաբորատորիայում։ Եվ իմ զրուցակիցն է աշխարհագրության մի խումբ աշակերտներ, ով իրենց խմբի ղեկավար Ընկեր Խառատյանի հետ պատրաստել է նախագծային աշխատանք, թե ինչպիսի նախագծային աշխատանք է, կներկայացնի հենց ուսուցչուհին եւ իրեն կմիանան իր գեղեցիկ եւ գիտակ թիմը, չնայած այս ձևաչափը մի փոքր փոխվելու է, քանի որ մենք խմբում ունենք ռուսերեն խոսացող աշակերտներ, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք եւ մեր այս հարցաշարը հուսով եմ ձեզ ինչ-որ դասեր կխաղի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Как вы чувствуете себя? Хорошо։ Սիրելի աշակերտներ, դուք մեծ աշխատանք եք կատարել եւ խնդրում եմ Ընկեր Խառատյան ջան, ներկայացրեք, թե ինչ նախագծային աշխատանք են, օքեյ ձեր թիմի մասնակիցները եւ հատկապես աշակերտները նշեն, թե ինչ տվեց այս նախագծային աշխատանքը։ Օգտվելով առիթից ասեմ, որ նախագծային ուսուցումը մեր չափորոշչի ամենահաջողված բաղադրիչն է։ Փոխվող աշխարհում այսօր ամեն ինչ դինամիկ է, ամեն ինչ փոխվում է նաև կրթության պահանջները։ Այսօրվա սովորողի հետ մենք պիտի շատ զգուշ վարվենք, որտեղ նրանց ամբողջ ժամանակը հիմա ինտերակտիվ խաղերն են, տարբեր ծրագրեր են, նրանց ժամանակը համացանցն է լրացնում եւ մենք պիտի այնպիսի ուսուցում իրականացնենք, որ նրանց հետաքրքրի։ Դրա համար այս ուսուցման ձևը, մեթոդը, իսկ մենք հիմա մեծ ընտրություն ունենք մեթոդների կիրառման, նախագծային ուսուցումը ես շատ ողջունում եմ ու մեր երեխաները եւս։ Մենք իրականացրել ենք քննական նախագծեր, ջերմոցային էֆեկտը եւ գլոբալ տաքացումը այս երևույթի կանխարգելման ուղիները ռուսերեն ուսուցման մեր դասարանում իրականացրեցինք այդ նախագիծը։ Հիմա սովորողներ կներկայացնեն այդ նախագիծը, ես հետո կշարունակեմ իմ խոսքը։ Բայց մինչև մեր աշակերտները ներկայացնեն, խնդրում եմ դուք ինքներդ ներկայացեք ձեր թիմի անդամներին եւ ով ինչով է առանձնացել նաեւ։ Իհարկե հիմա ոչ բոլորն են ներկա, բայց մեր սովորողները մեծ ողջավորությամբ հսկայական աշխատանք կատարեցին։ Նախագծային ուսուցման մի առավելությունը նա է, որ իրանք աշխատում են հսկայական նյութի հետ, տեղեկատվական աղբյուրների հետ եւ նախագծային ուսուցումը տալիս է հենց այդ հնարավորությունը, որ այդ մեծ բազայից իրանք պիտի ընտրեն ամենակարևորը։ Կատարելու են վերլուծություն, հետազոտական այդ աշխատանքներում թիմային աշխատանք է կատարվում եւ մեր սովորողները պատվով դուրս եկան եւ մեր քննական նախագծերը իրականացրեցին հաջողությամբ։ Մեր մյուս քննական ինտեգրված նախագիծը նավթի դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ որպես չվերականգնվող ռեսուրս եւ արդի աշխարհաքաղաքական հակամարտությունների պատճառ։ Մեր սովորողները լուրջ հետազոտական աշխատանք իրականացրեցին, իրանք եւս կներկայացնեն, թե ինչ աշխատանք են տարել։ Խնդրում եմ ներկայացեք ձեր անհասկանալը։ Ես Մանեն եմ Քոսյան, մենք Դավիթ Նալբանդյան, մենք նախագիծ ենք իրականացնել նավթի վերաբերյալ, այն գնահատել ենք որպես չվերականգնվող ռեսուրս, ինչպես նաև նրա պատճառով աշխարհում առաջացած հակամարտությունները։ Պատրաստել ենք մակետ, որտեղ պարզ ներկայացված է, թե ինչպես է նավթը ապարային շերտերից մի քանի կիլոմետր խորությունից հասնում մինչև մեզ օգտագործող տարբեր նյութերը։ Սկզբնական շրջանում ավելի մանրամասն ներկայացված է, թե ինչպես ապարաշերտերից խողովակներով դրանք հասնում են հատուկ կայաններ, որտեղ այն սկսում են վերամշակել։ Մշակումից հասնում են ավելի կոնկրետ գործարաններ, որտեղ ստեղծում են տարբեր նավթավերամշակում են իրականացնում եւ տարբեր իրեր են ստեղծում, այդ թվում նավթամթերքներ, այդ թվում դիզել, բենզին, ասֆալտ եւ մի շարք այլ նյութեր։ Հաջորդ մեր պրոդուկտի մասին խոսենք, դրանք երկու մասի ենք բաժանել, երկրները, որոնք կամ ունեն նավթի մեծ ռեսուրսներ, կամ էլ ներկրում են այն երկրներից, որոնք ունեն ավելի մեծ քանակությամբ նավթ։ Իսկ Հայաստանը որ ձեր առանձնացրած ցանկում է։ Որ ներկրում է, մենք նավթամթերք ենք ներկրում, այլ ոչ թե նավթ, այստեղ նշված են երկրները, որոնք ունեն նավթի պաշարներ։ Հենց այս հատվածում, օրինակ ԱՄՆ-ն նշենք, որ նշված է ներկրողների եւ թե արդյունահանողների թվում,
Ինչը նշանակում է, որ նա համարվում է աշխարհում առաջինը, թե ներկրում է եւ թե արդյունահանում է։ Ինչը իհարկե իրենց երկրին տալիս է մեծ ռեսուրսներ, ինչի մասին ավելի խորը գիտելիքներ եւ տեղեկություններ իմանալու համար մենք որոշեցինք պատրաստել մի գրքույկ, այսպիսի, կան նաեւ QR-ներ, ավելի մանրամասն, որպեսզի տեսանյութերով եւ ավելի հասկանալի ներկայացվի։ Եթե անհրաժեշտ է, կարող եք նաեւ պատկերները ցույց տալ հետագայում։ Մեր նախագծի վերնագիրները նավթի դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ որպես չվերականգնվող էներգիայի պաշար եւ արդի աշխարհաքաղաքական հակամարտությունների պատճառ։ Այստեղ ներկայացված են մեր թիմի մասնակիցները, որոնք իրենցից ներկայացնում են 7 աշակերտ, ինչպես նաև 3 առաջնորդները, որոնք ինտեգրված էին՝ ֆիզիկան, քիմիան եւ աշխարհագրությունը։ Հարևան երկրներից ումից է Հայաստանը նավթամթերք ներկրում եք տվյալներ եւ վիճակագրական այնպիսի տվյալ, թե Հայաստանը ինչքան նավթամթերք է մտնում։ Հայաստանի հարևան պետություններից հիմնականում նավթամթերք ստանում է Իրանից եւ Ռուսաստանից։ Նավթը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում, նրանք գտնվել են երկրագնդի ապարների խորը շերտերում, բարձր ճնշման, ինչպես նաև ջերմաստիճանի տակ, ինչի արդյունքում ձևավորվել են բարդ աստղաճրածիններ եւ ձևավորել հիմնական նավթը։ Այն ունի բարդ բաղադրություն, ներկայացնում է յուղոտ հեղուկ, ինչպես նաև հեշտությամբ պայում է, ունի սև երանգ, սակայն դա կախված է այնտեղից, այն միջավայրից, որտեղ որ գտնվում է, կարող է լինել դեղնավուն, կարմրավուն, դաշնագույն, նույնիսկ թափանցիկ։ Մենք ուսումնասիրել ենք եւ այսպես մեր ընկեր Խարատյանը դեռևս սովետական տարիներից վայել է այսպիսի նավթի սրվակ, ասեմ, որտեղ որոշակի նավթ կա, մենք ասացինք, որ Հայաստանը նավթ չունի, նավթամթերք է ներկրում հիմնականում Ռուսաստանից եւ Իրանից։ Դավիթ ջան, խնդրում եմ հակիրճ ներկայացրու, թե նավթի պատճառով ինչպիսի հակամարտություններ տեղի ունենում մեր երկրի մոլորակի վրա։ Մենք այսօր տեսնում ենք, որ նավթը զարգացում է ապահովում որոշ պետությունների համար, բայց նաեւ նավթը կարող է դառնալ պատերազմների պատճառ։ Այդպիսի խոշոր պատերազմներից մեկն էր 1990 թվականին տեղի ունեցած Քուվեյթի պատերազմը, որը անվանվեց նաև ծոցի պատերազմ։ Նավթի պատճառով մեծ պատերազմներ տեղի ունեցել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շատ մեծ գերտերություններ փորձում էին դիրանալ Պարսից ծոցին։ Վերջերս տեղի ունեցած հայտնի պատերազմներից էր Իրան-ամերիկյան պատերազմը, որի արդյունքում նավթի գինահասան շուկայական մեծ գների $102.57։ Շնորհակալություն Դավիթ, ընկեր Խարատյան, խնդրում եմ հաջորդ թիմը ներկայացնի, թե ինչ նախագծային աշխատանք է կատարել։ Մեր հաջորդ վերջնաշրջքը դա քարտեզն է, որտեղ փորձել ենք ներկայացնել նավթի բաշխվածությունը ամբողջ աշխարհում, եռանկյունիների, հավասարացման եռանկյունիների միջոցով տեղաբաշխել ենք այն ամբողջ աշխարհում։ Ինչպես նաև փորձել ենք սակների միջոցով պատկերել, թե ինչպես է աշխարհի նավթը արտահանվում երկրներից եւ հասնում դեպի մյուս երկրներ։ Մեր հաջորդ նախագիծը երկրաշարժերի ֆիզիկական մաշվածությունը, տարածվածությունը եւ ռիսկերի կառավարումը։ Մեր սովորողները ներկայացրեցին ինչ է երկրաշարժ, ինչպես է առաջանում, ինչ պայմաններում եւ ինչպես է դա որտեղ է տարածաշրջաններ։ Ապա փորձեցինք ռիսկերի կառավարման մասին խոսել։ Սովորողները պատրաստել են իրազեկման գրքույկներ, որտեղ կյանքը վտանգի պահին, ինչպես պաշտպանել երկրաշարժից եւ մի խոճապի ճիշտ քայլերը երկրաշարժի ժամանակ, այն անհրաժեշտ քայլերը, որ պիտի արվի երկրաշարժին հաջորդող րոպեներին։ Մեզ համար ինքը շատ կարևոր թեմա է, որովհետեւ մենք դնում ենք երկրաշարժավետան շատ սեյսմիկ վտանգավոր հատվածում, հիմնարագիոսիտինալի սահմաններում, որը մեզ համար ամենօրյա սպասելի է երկրաշարժերը, ցնցումները։ Դրանից պետք չի վախենալ, խոճապի մատնել, մեր սովորողները դա ներկայացրեցին։ Իսկ ուրեմն այցելել արդյոք մենք նախատեսել էինք այցելել սեյսմիկ պաշտպանության տարածքային կենտրոն, բայց յուրահատուկ մեզ աշխատակիցները մեզ այցելեցին, մեր դպրոց հիմիկան եւ ներկայացրեցին երկրաշարժեր, առաջացումը, նաեւ ինչպես պաշտպանվել երկրաշարժից։ Մեր սովորող Ռոբերտը, մեր աշակերտը, պատրաստել է սեյսմոգրաֆ, փորձել է նմանակել, թե ինչպես է աշխատում այս գործիքը։ Մակետը վերարտադրում է այն առաջին կադրերը, որ ունենում են երկրաշարժի, ուժեղ երկրաշարժի ցնցումներից հետո ավերածություններ, լատակներ եւ իհարկե դրան հաջորդում է արդեն առաջին օգնությունը, որ
մեր սովորողները ներկայացրեցին ինչպես պաշտպանվել երկրաշարժից։ Տեսասահիկի օգնությամբ առաջավոր երկրների փորձը ներկայացրեցին սեյսմական շինարարություն եւ ինչ քայլեր ձեռնարկվում էր հարաբերությունում սեյսմիկ անկախավորվելու անվտանգ շինարարություն իրականացնելու համար։ Անկախ Խորատյան, խնդրում եմ ներկայացրեք, թե ովքեր են մեր հաջորդ թիմի մասնակիցները եւ ինչ նախագծային աշխատանք են մեզ ներկայացրել։ Հաջորդ խումբը մեր ռուսերեն ուսուցման դասարանի սովորողներն են, մեր հրաշալի աղջիկները Ռայան, Վերան եւ Աննան։ Մեր աղջիկները մեծ աշխատանք էին կատարել, ուսումնասիրել են ջերմոցային էֆեկտը, առաջացման պատճառները, գլոբալ տաքացում եւ այս երևույթի կանխարգելման ուղիները։ Հիմա իրենք կներկայացնեն ինչ աշխատանք իրականացրեցին։ Ոնց է կարողացել այդ երկու լեզուներով նման աշխատանք ներկայացնել, Չենք դժվարացել, մեր ուսումնական գործընթացը ռուսերեն լեզվով է իրականացվում, մենք աշխատել ենք ռուս գրականությամբ եւ մեր աղջիկներն էլ ներկայացրել են իրենց աշխատանքը ռուսերեն լեզվով։ Խնդրեմ։ Здравствуйте, как уже сказали, наша команда будет представлять данный проект на тему глобального потепления, парникового эффекта и способов предотвращения этой беды. На самом деле этот проект нам принес очень много пользы. Данный проект раскрывает всю сущность глобального потепления, что происходит в нашем мире. Это развивает эмпатию, это, конечно же, развивает общий уровень знаний. В процессе проекта мы изучили огромное количество информации. Каждый наш участник предался нашей идее проекта. Мы очень много копались в интернете, мы читали много статей, мы изучали книги, которые были у Ангелы Харитян в классе. То есть и в целом это очень здорово, что ученики, благодаря внесенным изменениям в экзаменационный процесс, могут изучать какую-то одну определенную тему, углубляться в нее и представлять ее миру, а не, допустим, брать какой-нибудь один определенный предмет и просто писать по этому предмету тест. Наш макет показывает последствия глобального потепления, и он разделен на две части, на левую часть и на правую часть. Левая часть это 19-20 век, когда глобальное потепление не нанесло какого-то большого ущерба. Однако правая часть это как бы наше время, это 21-22 век, где показаны уже изменения из-за глобального потепления. Также наш макет изображает атмосферу нашей Земли и поверхность нашей Земли. Первое, что бросается в глаза, это разница уровня Мирового океана. То есть на левой части он намного ниже, на правой части в наши дни он намного выше. Это происходит из-за таяния ледников, из-за теплового расширения воды. Почему там океан поднимается и вода затапливает сушу, из-за чего большое количество людей вынуждено эмигрируют из своих стран. И вот на нашем макете мы показали, здесь уровень воды ниже, нежели вот на правой стороне. И в том числе вот эта вот площадь, вот эта вот суша по площади больше, чем на правой стороне. То есть океан выходит как бы из берегов и затапливает сушу. Мы выбрали эту тему, потому что мы действительно заботимся об этом мире и хотим показать глобальную проблему минимум нашим экзаменаторам, как максимум всему миру. Данный проект действительно очень глубоко и расширенно представляет всю проблему глобального потепления, которая может привести вплоть до вымирания. Դուք այսքանով եզրափակվելու եք, այս գիտելիքի բաշխարը անընդհատ պետք է ձեր գիտելիքի բաշխարը մեծացնել։ Мы должны все больше и больше расширять наше познание. Мы должны идти в ногу с нашим миром и оставаться на плаву. Ասում եմ ներկայացրեք, թե այս նախագծային աշխատանքը ձեզ ինչ տվեց ու ինչքանով ղեկավարը ձեզ օգնեց կամ խանգարեց։ Դրա մասին ինչ կասեք։ Դուք երկուսդ խնդրում եմ պատասխանեք։ Ես պատասխանեմ երևի թե շնորհակալություն հարցի համար։ Նախ ասենք, որ իհարկե Ընկեր Խարատյանը մեզ շատ օգնել է, շատ ուղղորդել է եւ երևի թե աշխատանքն առանց մեծի եւ առաջնորդի ավելի դժվար կլիներ։ Նախագծի միջոցով հնարավորություն ստացանք մի շարք գիտելիքներ ստանալ, ուսումնասիրել այն թեման, ինչը կարող ենք կապել նաեւ ներկայիս աշխարհի հետ։ Բացի այդ կարողացանք սովորել թիմային աշխատանքին։ Այս նախագծերը մեզ հնարավորություն են տալիս ինքնուրույն դառնալու, այսինքն պատասխանատվություն կրելու այն աշխատանքի համար, որոնք մենք ընտրել ենք, բացի այդ նաև սովորել մեկս մյուսին լսել, համագործակցել եւ աշխատել։
եւ հասնել որոշակի վերջնարդյունքի, որը պետք է գնահատվի։ Ինչի իհարկե մեր համար կարեւոր էր եւ նույնիսկ շատ տեղիք էր տալի լարվածության, սակայն ինձ թվում է պատվով կարելի է այստեղից դուրս գալ։ Նախագծային ուսուցումը հնարավորություն տվեց մեզ ավելի մեծ հասկանալ, քան օրինակ դասագիրքն է, որը մենք ուսուցանում ենք, օրինակ smart գրատախտակը, որը մենք ունենք, մինչև 6-րդ դասարան, որ մենք ուսուցանում ենք, հիմնականում սահմանափակվում ենք գրքերով։ Սակայն ներկայիս մեր դասընթացները մենք իրականացնում ենք թե smart գրատախտակի միջոցով, թե հավելյալ տեղեկություններ մենք ինքներինս ենք հավաքում, պատրաստում տարբեր տեսասահիկներ եւ դասը վարում ենք բանավոր կերպով եւ չենք հիմնվում միայն գրքի գիտելիքներից, այլ նաեւ օգտագործում ենք տարբեր ցանցեր, այդ թվում է աշխարհացույց հիմնական հարթակը եւ իրականացնում ենք ուսումնասիրություններ տարբեր ոլորտներում։ Դուք ինչ կասեք։ Ինչ տվեց այս проекты աշխատանքը ձեզ։ Во-первых, работа в группе, потому что это действительно очень важно, так как в эту группу могут входить люди с очень разными интересами, и находить общий язык в группе, уметь контактировать друг с другом, понимать и слышать друг друга очень важно для командной работы. Также понять масштаб этой проблемы и ознакомиться с этим глобальным вопросом. Еще одной не менее важной причиной является то, что мы сделали именно проект, а не сдавали по этому стандартный бумажный экзамен, заключается в том, что мы идем в более глобальный мир. Да? Дело в том, что если бы мы это изучали в книгах, писали бы про это небольшую статью, как принято, мы бы к этому просто привязались. На самом деле визуал создает более свободное мышление. Визуал заставляет нас именно подумать, увидеть и понять. Սկսենք հենց ձեզնից, ինչ տվեց այս նախագիծը ձեզ եւ ինչպիսին էր ձեր ղեկավարը եւ խոսենք նաեւ պայմանների մասին, խոսենք նաեւ թե ինչ հնարավորություններ ունի դպրոցը, ունեք հնարավորություն ձեր շնորհակալական խոսքը ասել եւ խմբի ղեկավարին եւ բնականաբար Տիկին Թադևոսյանին։ Մենք իհարկե ուզում ենք շնորհակալություն հայտնել թե մեր ղեկավարից Ընկեր Խարատյանից եւ թե Ընկեր Թադևոսյանից տնօրենից։ Մենք ունենք կահավորված լաբորատորիաներ, որոնք հնարավորություն են մեզ տալիս ավելի լավ եւ հետաքրքրասիրությամբ աշխատել, ուսումնասիրել տվյալ թեմաները։ Օրինակ մենք մեր նավթի թեմայի վերաբերյալ ունենք քարտեզներ, որից իհարկե մենք օգտվել ենք։ Ունենք ոչ միայն աշխարհագրության, այլ նաեւ մյուս առարկաների հետ կապված հավելումներ, ինչպես նաեւ պրոդուկտներ, որոնք իհարկե մեծ նշանակություն ունեն մեր նախագծերի իրականացման մեջ։ Ունենք նաև smart գրատախտակ, մեր դպրոցում դրանք երկուսն են, մեկը աշխարհագրության մեր լաբորատորիայում է, իսկ մյուսի համար հատկացված է առանձին սենյակ, որտեղ իրականացվում են իհարկե տարբեր դիտումներ, օրինակ նաև պատմության վերաբերյալ տարբեր ֆիլմեր ենք երբեմն դիտում եւ փորձում ենք դրա վերլուծությունը տալ, ինչպես նաև կապել մեր թեմաների հետ։ Բացի այդ, ուզում եմ ասել այն մասին, որ հետագա սերունդները ինձ թվում է կստանան ավելի մեծ հնարավորություններ ուսումնասիրելու, կատարելու տարբեր աշխատանքներ, քանի որ տարիների ընթացքում հնարավորինս շատ գույք է ստանում դպրոցը եւ դրանով մեծացնում նրա մտահորիզոնը։ Շնորհակալություն կհայտնեմ մեր ընկեր Թադևոսյանին, նա տրամադրում է եւ հնարավորություն է տալիս մեզ այս ամենը տեսնել, ուսումնասիրել, չի թույլ տալիս, որպեսզի մենք սահմանափակվենք միայն գրքերով եւ կարճ տեղեկատվություններով։ Конечно же, все, что мы это сделали, все, что мы создали, все, что вы сейчас видите на камере, сделано все это не просто так. Конечно же, с самого детства мы от кого-то чего-то учимся, начиная от родителей, кончая, конечно же, преподавателем, университете и так далее. Хочу сказать огромное спасибо директору, которая тоже внесла огромный вклад в наше образование. На самом деле, наши русские классы являются очень маленькой, можно сказать, общиной. Если честно, это было бы очень базово, если бы директор отреагировал бы на нас более нейтрально. Но на самом деле очень огромный трепет был проявлен по отношению к нам. И за это мы хотим 100 раз отблагодарить и директора, и всю администрацию школы. Это очень было важно для нас, и именно это помогло нам создать то, что мы сейчас видим. Еще огромное спасибо стоит сказать нашей Ангеле Харатян. Да. Мы все очень рады, что именно она стала нашим руководителем нашей группы, потому что Ангель Харатян сама по себе очень требовательный учитель, и на самом деле это очень хорошо, потому что если бы мы действительно закрывались в этих учебниках, зарывались только в них, учили бы только по ним, еще учитывая то, что русских учебников по географии у нас нету, мы бы не получили всех тех знаний, которые смогла дать нам Ангель Харатян.
заставляет, требуя от нас проектные работы, презентации, которые мы можем показывать на нашей смарт-доске. Герхаратян очень внимательно относилась к нам в течение всего проекта. Она нас подбадривала, она просила нас не волноваться во время защиты проекта, сделала огромную работу, даже несмотря на возникший между нами языковой барьер. Герхаратян стала нашим самым первым слушателем, нашим другом, союзником, товарищем. Поэтому спасибо вам огромное, Герхаратян, за ваше Спасибо. Спасибо, девочки. Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի հետևորդներ, շնորհակալություն հայտնենք մեր այս հրաշք թիմին, Գեղարատյան ձեզ, ինչպես նաև տնօրեն Տիկին Թաթևոսյանին, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, նորանոր բացահայտումներ, կանաչ ճանապարհ, հարգելի աշակերտներ։ Ապրեք շատ։ Շնորհակալ ենք մեզ լսելու, մեր ժամանակ տրամադրելու եւ մեր աշխատանքները հանրայնացնելու համար։ Մնացեք բարյավ։ Շնորհակալ ենք։